Եվրախորհրդարանի սոցիալ-դեմոկրատական խմբակցությունը կոչ է արել կառույցին չեղարկել 1000-ից 2000 վերացի պաշտոնյաների և նրանց ընտանիքի անդամների համար Եվրամիություն առանց վիզայի ուղևորությունների ռեժիմը։ Ոչ, նրանք պետք է վիրավորվեն, հակառակ դեպքում դա չի աշխատի։ Մեր ցանկությունն է այս գաղափարը Եվրախորհրդարանից հասցնել Եվրահանձնաժողով, քանի որ մենք ընդունել ենք այս մեխանիզմը և այն պետք է արդյունավետ լինի։ Դրա համար նրանց թիվը պետք է զգալի լինի։ Եվրախորհրդարանի պատգամավորը կարծում է, որ իր գործընկերների մեծամասնությունը կաջակցի նախաձեռնությանը վրացական էլիտայի շրջանում տրամադրությունների փոփոխությունը խրախուսելու համար։ Ըստ նրա, վրացի պաշտոնյաները վախենում են և վախը պետությունից և հասարակությունից գողացած գումարը այլ ուր ծախսելու հնարավորությունը կորցնելն է։ Հակառակ նոտաներ Վրաստանից են գալիս։ Խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին գրում է, որ Բրյուսելը ծայրահեղականության կողմնակից է։ Կարևորը իրարից տարանջատել Բրյուսելի բյուրոկրատիան և Եվրամիությունն ու Եվրոպան որպես այդպիսին, քանի որ այսօր այն մարդիկ, որոնք գրում և ընդունում են այդ ռազմավարությունները, իրենք իսկ շեղված են Եվրամիության հիմնական սկզբունքներից ու արժեքներից։ Պապուաշվիլին ասել է նաև, որ Եվրամիությունը Թբիլիսիում փողոցային պատերազմներ է հրահրել։ Ընդդիմության ցույցերի նոր առիթը հոկտեմբերի 4-ին ՏԻՄ ընտրություններն են, բայց հետընտրական բուռն զարգացումները ընդդիմադիրները ապահովել կարծես չեն կարողանում, չնայած ամենօրյա ցույցերին։ Վրաստանի ինտեգրման պրոցեսները սառել են Վրաստանում օտարերկրյա ազդեցությունների դեմ որոշակի կանոնների կիրառման հետևանքով։ Վերլուծաբանը նշում է, որ ինչպես Ռուսաստանը, այնպես էլ Եվրոպան Վրաստանում ազդեցության գործակալներ ունի։ Նախորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին փաստացի ֆրանսուհի էր և Ֆրանսիայի դեսպանը Վրաստանում։ Մեկ այլ նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի օգնականն էր Ուկրաինայում նարնջագույն հեղափոխության ֆիլմի հեղինակ, եվրապատգամավոր Ռաֆայել Գլյուքսմանը։ Սիմոն Հովանիսյան, Աննա Թանդարյան և Հասմիկ Առաքելյան, Ռիոփն մեդիա։